Ողջույն սիրելիներս, այսօր պատրաստում ենք ամենահամեղ, բայց ամենահասարակ ուտեստներից մեկը՝ վերմիշելով փլավ։ Շատերը իրենց տարբերակներն ունեն պատրաստելու, այսօր կներկայացնեմ իմ տարբերակը։ Նախապես պետք է թավան լավ տաքացնել, այնուհետև ավելացնում ենք բուսայուղ և իմ մոտ ունեմ 200 գրամ վերմիշել։ Վերմիշելի նախընտրությունը ձերն է, թե ինչպիսի վերմիշել եք նախընտրում։ Պետք է ընթացքում խառնել, խառնելու մասին չենք մոռանում, որպեսզի հավասարաչափ այսպես բոված լինի մեր վերմիշելը։ Հիմա բովելուց հետո պետք է ավելացնենք եռման ջուր։ Շատ զգուշությամբ ենք ավելացնում եռման ջուրը, կամ կարող եք անջատել կրակը մի քանի րոպե և այնուհետև նոր ավելացնել եռման ջուրը։ Ավելացնում եմ 1 թեյի գդալ աղ, իդեպ 200 գրամ վերմիշելի համար օգտագործել եմ 500 մլ եռման ջուր։ Խառնում ենք և կփակենք կափարիչը, կթողնենք մնա մի քանի րոպե։ Ընթացքում 1-2 անգամ խառնելու ենք և կափարիչը կրկին դնելու ենք վրան։ Շատ դեպքերում, երբ որ կշեռք չի լինում կամ միլիլիտրով հարմար տարա չի լինում չափելու համար, ուղղակի երբ որ բովում ենք վերջացնում, ջուրը ավելացնում ենք այնքան, որ 1 սանտիմետր ավել բարձր լինի այդ ավելացրած ջուրը։ Հիմա կրկին խառնում եմ և նորից կափարիչը կդնեմ այնքան ժամանակ, մինչև որ ջուրը քաշված կլինի։ Դեռ ջուրը չի քաշվել, բայց ինչպես տեսնում ենք, արդեն մի քանի րոպեից պատրաստ կլինի մեր համեղ և մեր մանկության ամենասիրելի ուտեստը։ Առաջին հայացքից թվում է, թե ամենահասարակ ուտեստն է, բայց շատերն են ասում, որ իրենց մոտ լավ չի ստացվում վերմիշելով փլավը, հատիկ-հատիկ չի ստացվում։ Սիրելիներս, այս չափաբաժնով պատրաստեք, նշածս տարբերակով պատրաստեք և կտեսնեք, թե ինչպիսի շատ համեղ և նաև հատիկ-հատիկ փլավ է ստացվում։ Ես ալիքում ներկայացնում եմ հասարակ ուտեստներ և նաև ամենաճոխ ուտեստները, այնպես որ իմ ալիքում կգտնեք և ամենօրյա բաղադրատոմսեր և տոնական բաղադրատոմսեր։ Սիրելիներս, հիմա կտեղափոխեմ նաև մատուցվող ափսե և կվայելենք մեր համեղ և ամենահասարակ ուտեստներից մեկը։ Եթե պահքի մեջ եք, ապա կարող եք վայելել հենց այսպես, իսկ եթե պահք չեք պահում, ապա կարող եք վայելել սխտորի և մածունի թանձրուկով, որը որ ամենահամեղ տարբերակով է։ Սիրելիներս, շնորհակալություն, որ դիտեցիք մինչև վերջ, շնորհակալ եմ նաև ձեր բարի մաղթանքների համար, ձեր գեղեցիկ մեկնաբանությունների համար։ Եթե հավանել եք, խնդրում եմ մի մոռացեք սեղմել լայք։ Ցտեսություն, կհանդիպենք շուտով։